Յուրաքանչյուր երեխա արժանի է երազելու եւ սիրված լինելու հնարավորության։ Մենք այսօր այստեղ ենք միասին ստեղծելու այդ հնարավորությունը։ Այսօր մեզ հետ է երգիչ, ով շատ սիրված է շատ-շատերի կողմից, հատկապես իգական սեռի ներկայացուցիչների։ Նա ոչ միայն լավ արտիստ է, այլ նաեւ շատ լավ մարդ եւ շատ լավ ընկեր։ Գևորգ ջան, ողջույն։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս ես։ Լավ, շնորհակալ եմ խոսքերի համար։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես էլ ուրախ եմ, որ հրավիրեցիք ու հիմա այստեղ եմ։ Քեզ սպասում է 4 հարց։ Հեշտ հարցեր են լինելու։ Կարծում եմ, որ հեշտ, նախորդները շատ հեշտ են։ Այս անգամ մի քիչ փորձել եմ բարդ հարցեր ընտրեմ, որ մի քիչ տանջենք քեզ։ Գիտես ինչ հիշեցի, եթե չեմ հիշում, եթե ճիշտ եմ հիշում, մոտ 9-10 տարի առաջ քո հալալա երգը, որ դուրս եկավ, հիթ էր դարձել, տանից դուրս էի գալիս ռեստորաններում, սրճարաններում, խանութներում, ամեն օր այդ երգներ, քեզ իրոք ժողովուրդը շատ է սիրում։ Քո բոլոր երգերը, եթե 90%-ը, եթե ոչ իհարկե բոլորը հիթ են դառնում ու սիրվում են։ Շատ սիրված արտիստ ես դու։ Ես շատ ուրախ եմ մենակ, որ ինչ որ մի բան անում եմ, տեղ հասնում։ Այո։ Դի ողջևորում եմ, ուզում ես նորից անես, էլի անես, 10։ Շնորհակալ եմ։ Բայց միջ հարցերին անցնելը ինձ հետաքրքիր է։ Երկու հարց ունեմ քեզ։ Այս գրքերից է հարցերը։ Կարող է, չգիտեմ ճիշտ ասած։ Իսկ թվում է գրքերից բոլորը մի քիչ։ Գրքերից կա, ասա, որ ես միանգամից կարդամ։ Չէ, ես քեզ կհուշեմ, լավ։ Շատ լավ։ Շատ չեմ տանջի քեզ, բայց միջ հարցերին անցնելը ինձ կասես օրինակ, եթե մեկնեիր որևէ երկիր ու հնարավորություն ունենայիր վերցնել քեզ հետ երկու իր, ինչ կվերցնեիր։ Իր։ Այո։ Դե կարծում եմ ցանկացած երկիր գնալուց, օրինակ իրը եթե հեռախոսը իր համարվում, հա, դե պարտադիր հեռախոս պետք է լինի մոտդ, ինչ որ կապի միջոց, որովհետև այսօրվա աշխարհում առանց կապի միջոցի հնարավոր չի։ Երկրորդը երևի թե օծանելիք։ Օծանելիք։ Հա, իր չի։ Լավ։ Հա, բայց հետաքրքիր էր ու ասպասել էր։ Օծանելիք, хорошо։ Պետքա կանիր։ Ինչ որ հետաքրքիր պետքա կանիր, որ առանց այդ իրի դու չես կարող ինչ որ միտեղ գնալ։ Հա։ Քեզ կես մարդ կզգաս։ Մեքենայից բանալի։ Հասկացա։ Լավ, երևի թե օծանելիք։ Կապ չունի, որ այրոպորտում կանգնած է, ես ուրիշ երկրում եմ, թող գրպանումս լինի։ Хорошо, եւ հիմա երկրորդ հարց։ Բացի Հայաստանից, եթե հնարավորություն ունենայիր ապրեիր որևէ այլ երկրում, որտեղ կապրեիր ու ինչու։ Ինձ թվում է շատ տեղեր եմ եղել, բայց ապրելու համար ինձ թվում է այս վերջում եղա կակրաս բանում Բարսելոնայում, Իսպանիա, որ շատ կանչեց այդ քաղաքի ինձ, շատ ուրիշ, շատ տաք ամեն ինչը, չգիտեմ դուրս շատ եկավ, երևի թե մենց տեղ։ Բարսելոնա։ Հա։ Հետաքրքիր է։ Хорошо։ Լավ, արի անցնենք հիմա հարցերին։ Քեզ սպասում է 4 հարց։ Հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում մեկ երեխա կմիանա մեր աշնանականալիք 4 հարցին պետքա ճիշտ պատասխանեմ, որ այդ երեխան կարողանանք, հա, միանա մեր տուրին, որը կանալու է աշնանում։ Դե հիմա եթե ուզում եք այդ երեխու լավը օգնեք պատասխանել։ Մի քիչ կօգնեմ, բայց շատ չեմ օգնի։ Շատ հեշտ հարցեր են, կարծում եմ դու կկարողանաս։ Ես հա կփորձեմ։ Յուրաքանչյուր երեխայի ժպիտի ետևում կանգնած են նաև մեր հովանավորները, ովքեր հավատացին եւ միացան մեր բարի նախագծին։ Ձեր աջակցության ուժը անգնահատելի է։ Եվ այսպես հարց առաջին։ Որն է աշխարհի ամենաշատ բնակություն ունեցող երկիրը։ Կարծում Չինաստանը։ Հա։ Այսքան բան, շատ հեշտ է։ Առաջինը հեշտ է, երկրորդը դժվար է լինելու։ Նշվածներից, որը Աֆրիկայի տարածաշրջանի մեջ չի մտնում։ Առաջին՝ Մարոկո, երկրորդ՝ Եգիպտոս, երրորդ՝ Ռումինիա, չորրորդ՝ Մոզամբիկ։ Ռումինիա։ Ճիշտ է։ Էլի հեշտ է հարցը ընտրել։
Շատ քիչ էր դրել։ Լավ երեք։ Որ քաղաքն է հայտնի որպես հրեշտակների քաղաք անվանմամբ։ Որ քաղաքներ հայտնի որպես հրեշտակների անվան։ Իտալականն է, չէ, տենյակ։ Ո՞րն էր։ Իրան պետք է թարգմանել, որ թարգմանենք ավելի կհեշտանա գործը։ Մի հատ կկրկնեք հարցը։ Որ քաղաքն է հայտնի որպես հրեշտակների քաղաք անվանմամբ։ Հրեշտակների քաղաք։ Փոքր հուշում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում է գտնվում։ Նյու Յորքն է։ Չէ, թարգմանում ենք իրան։ Հրեշտակները ոնց անգլերեն։ Angel։ Los Angeles։ Էլի լավ էր։ Բայց որ չոքնի ինքը չէր իմանա իհարկե։ Հա, ես առաջ անգամ եմ լսում, որտեղ Հա, իսպանացիներն են ժամանակին իրակ դրել։ Անկեղծ չէի լսել։ Քաղաքի ամբողջական անվանումը շատ երկար է իհարկե։ Բայց вообще տենց հրեշտակային քաղաք չի։ Ընդհանրապես կապվում ինքը հրեշտակների հետ։ Մորեցում ես ընդ ինչքան վատ բան կա տենում ես ինչ հրեշտակների։ Որ երկիրն է առաջատարը ֆիլմերի քանակով։ Դե ինձ թվում է Ամերիկան։ Ինչու։ Դե հոլիվուդյան այդ ֆիլմերը բաները կարծում եմ։ Իսկ Հնդկաստանը։ Այդպես չէի մտածել։ Չէ, երևի թե Հնդկաստան, հետո նոր Հոլիվուդ։ Ինչի Հնդկաստան։ Հնդկաստանը, որտեղ տես մեր մանկության ժամանակ բանից, հենց մենք միշտ հնդկական կինոներ ենք կարելի ու կարծում եմ, որ իրանք առաջատար են։ Բայց ինտուիցիայով եմ պատասխանում, անկեղծ չգիտեմ պատասխան, բայց ինտուիցիայով կարծում եմ Հնդկաստան։ Իսկ մենք ավելի շատ հիմա կինոներ նայում ենք հնդկական, թե ամերիկյան։ Դե հիմա նայում ենք ամերիկյան։ Այսինքն ամերիկացիները զարգացել են, չէ՞։ Զարգացել են, բայց ավելի շատ երևի կինո արտադրելը Հնդկաստանը կարծում եմ։ Թե չէ։ Ավելի շատ ով է կինո արտադրել, հա, այդ չէ հարցը։ Կինո արտադրանքը։ Հիմա։ Հա, Netflix-ը դա ինքը ամերիկական ու իր կինոներն են դա։ Իրանն է, դա հիմա հիմնականում կինո։ Ժամանակին ամենաշատ կինոները նկարել են։ Հա, թուրքականների հետ գործ չունենք։ Չնայած իրանք որակով կինոներ են նկարում, հետաքրքիր են, բայց դե փորձում ենք մենք չնայենք իրանց։ Եվ այսպես ճիշտ պատասխան Հնդկաստան թե Ամերիկա։ Հնդկաստան թե Ամերիկա։ Դե հնդիկները շատ զարգացած են այդ առումով կարծում եմ, որ Ամերիկա։ Ճիշտ է, Ամերիկա։ Ճիշտ է, Ամերիկան է։ Հներում իրանք դե շատ ունեին կինոներ, իրանց սա դուրս եկել։ Հիմա հա ինքը շատ է հիմա նկարում ու առաջատարներից է։ 98%-ը իր կինոներն ենք նայում իրականում։ Դե հա։ Ճիշտ է։ Այսքանը ունենք 4 հարց։ Ես փորձել էի բարդ հարցեր, բայց փաստորեն ոչ։ Մի հատ էլ լավ դիժուրնի հարց տվեք։ Ունենք 4 շատ տխուր պատմություն, հեշտ հարցեր էի ընտրել։ Փաստորեն։ Դե ես չէի ասի, օրինակ բան կար Լոս Անջելեսի մասին չէի լսել, օրինակ այնց դժվարացա։ Լոս Անջելեսը պետքա քեզ չօգնեի։ Ահա։ Մի քիչ օգնեցի, ճիշտ է, բայց դե երևի թե բարի գործի համար ենք օգնել։ Երեխաների համար ենք անում։ Շնորհակալ եմ ամեն դեպքում, ես էլ փորձեցի իմ լուման ներտնեմ այդ ամեն ինչի մեջ։ Գևորգ ջան, շնորհակալ եմ, որ հրավերն ընդունեցիր եւս մեկ անգամ։ Մաղթում եմ, որ կյանքդ լեցում լինի լավ պահերով, լավ մարդկանցով ու ամենակարևորը ստեղծագործական կյանքումդ մեծ ու բարձր թռիչքներ։ Շնորհակալ եմ նախ, ես էլ եմ շնորհակալ, ես էլ եմ շնորհավորում ձեզ, ուզում եմ ձեզ մաղթեմ, որ ձեր բարի գործը ինչ որ անում եք, ապրեք շատ, թող երկար շարունակական լինի։ Ես էլ ուզում եմ տենց մեր փոճուրներին իմ նոր երգից 2 տող նվիրել եւ ասեմ, որ շուտով կլինի նաեւ պրեմիերա այդ երգի։ Օ, մենք կսպասենք։ Նվիրում եմ մեր փոճուրներին։ Շնորհակալ եմ շատ։ Այսօր ես քո ձեռքը բռնում եմ ու քայլում վանքի ճամփով, աշխարհի առաջ ես խոստանում եմ, տերեմ քեզ կյանքիս չափով։ Շատ լավներ, ծափահարենք։
Մի խնայեք ձեր բարությունը, տարածեք որքան հնարավոր է շատ եւ նույնիսկ եթե այդ բանը չգնահատվի մարդկանց կողմից, հիշեք, բարությունը անկորուստ չի մնում։ Աստված օրերից մի օր ամենաճիշտ բային կվերադարձնի այն ձեզ։